Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք Բաքվի դատավարական շոուի վերջին զարգացումների մասին, զրուցելու ենք իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես 6 հայ գերիների պաշտպանները դատարանին միջնորդել են, նրանց արդարացնել այս միջնորդությունները ձեր կարծիքով իրավական բովանդակություն ունեն, թե պարզապես ձևական բնույթ են կրում։ Անգամ եթե ձևական բնույթ են կրում, ըստ էության կարևոր է, որովհետև անգամ իրենց պաշտպանները ըստ էության, թեև իրանց ընտրության պաշտպաններ չէին, այլ պետության կողմից տրամադրված, իսկ բոլորս էլ գիտենք, որ դրանք ձևական բնույթ են կրում, հա, այսինքն իրական պաշտպանություն չեն ապահովում, անգամ իրենք իրենց ճառում շեշտադրել են, որ վկայակոչված, այսինքն մեղսագրվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ եւ հիմնավորված չէ։ Սա շատ հետաքրքիր իհարկե զարգացում էր, մյուս կողմից որոշ չափով նաև սպասելի են իմաստով, որ Ադրբեջանը փորձում է գոնե ինչ-որ տպավորություն ստեղծել, որ արդար դատավարությունը եւ ըստ էության այն պատիժները, որոնց որ կարժանանան, հա, հայ ամբաստանյալները լրիվ հիմնավորված են եւ տեսնում եք պաշտպանները իրենց դերը միջև վերջ կատարում են եւ այն դեպքերում, երբ որ մենք քննադատության ենք ենթարկվում հայերի կողմից կամ միջազգային հանրության կողմից, դա հիմնավոր չէ, որովհետեւ ըստ էության արդար դատաքննությունը ապահովված է։ Ձեր գործընկերները նշում են, որ Բաքվի դատարանում արդարացում չի լինելու, համամիտ եք այս գնահատականին նախ եւ առաջ եւ ինչու է ադրբեջանական կողմը այս պահին պաշտպանության իրավունքի իմիտացիա ստեղծում։ Ըստ էության շատ հետաքրքիր է։ Փուլը կարևոր փուլ է։ Շատ կարևոր փուլ է այն իմաստով, որ արդեն եզրափակիչ փուլն է, ըստ էության արդեն էլ լսելու բան չկա կամ ցույց տալու, հա, Ադրբեջանի կողմից ցույց տալու բան չկա, ինչ որ ուզում էին ցույց տվեցին, այն չափով ինչքան որ ուզեցին։ Մեզ համար կարևոր է այնքանով, որ հասկանանք իրապես արդյոք այն պատժատեսակն են տալու, որը որ մեղադրողը պահանջել է, թե մի քիչ ավելի մեղմացնելու են։ Այսինքն արդարացում իրոք բոլորս էլ ուզում ենք լավատես լինել եւ ինչ որ հույս ունենալ, որ գոնե մասամբ այդ ամբաստանյալների մի մասը գոնե կարդարացվի։ Մյուս կողմից իրականում հաշվի առնելով, որ սա շոու է, հնարավոր է նաև չբացառել, հաշվի առնելով, որ այդ 16 հայերի մեջ կան շատ տարբեր դերակատարում եւ պաշտոն զբաղեցնող անձինք, եւ շատ հավանական է կրկին, որպեսզի այդ իմիտացիան ավելի համոզիչ լինի, Ադրբեջանը որոշների դեպքում կամ շատ ավելի մեղմ պատիժ նշանակի, կամ գուցե եւ արդարացնի, բայց չեմ կարծում, որ այն անձանց նկատմամբ ում մեղադրում է ցեղասպանություն կատարելու մեջ, ագրեսիվ պատերազմ վարելու մեջ եւ այլն։ Մենք նախկինում արդեն ունեցել ենք նախադեպեր, երբ որ հատկապես Խցաբերդի այդ խումբը, երբ որ դատարանի առջև էր նույնպես կանգնել շնչում մեղադրանքներով, ըստ էության կրկին տեսանք, որ շատ տարբերակված մոտեցում ցուցաբերեցին կրկին իմիտացիա ստեղծելու, որ տեսնում եք ըստ կատարվածի կամ ըստ պաշտոնի ենք դատում եւ այլն։ Այսինքն շատ ցավով պետք է ասեմ, որ դրական ակնկալիքներ չունենք մեծ մասի առումով, այսինքն հայերի մեծ մասի առումով, բայց գուցե որոշների դեպքում հնարավոր լինի նաև գերիների փոխանակման կամ ավելի շուտ վերադարձը կազմակերպելու ինչ որ պատերվակով։ Իրավապաշտպանները նշում են, որ այս դատավճիռները անգամ այն դեպքում, եթե կոնկրետ հստակ դատավճիռներ հրապարակվեն, էական նշանակություն չունի գերիների վերադարձի առումով, որովհետև շատ կարևոր է այս փուլում, թե ինչ են պայմանավորվելու Հայաստանը եւ Ադրբեջանը։ Եվ ըստ պայմանավորվածության հնարավոր է, որ անկախ դատավճիռներից որոշ գերիների կամ պատանդերի խումբ Հայաստան վերադառնան։ Ես համամիտ եմ այդ մտքի հետ, որտեղ նախկինում ունեցել ենք նման փորձ, երբ հատկապես հայաստանցի զինծառայողները, որոնք որ վերջի տարիներին գերեվարվել են եւ դատվել են Ադրբեջանում, մինչեւ 18-19 տարի ազատազրկում պատժատեսակ էին ստացել, բայց բավական կարճ ժամանակ անց, օրեր անց որոշ դեպքերում հայրենադարձվել էին առանց որևէ խնդրի։ Այսինքն սա կրկին մեզ համար ցուցիչ է, որ արդարադատության հետ գործ չունենք, այլ քաղաքականության, եւ բնավ սա նշանակում է, որ քաղաքական process-ների արդյունքում է ցավոք սրտի ոչ թե իրավական հայրենադարձություն տեղ ունենալու ու երբը տեղ ունենալու։ Այսինքն արագ փոփոխություններ ակնկալել առաջիկայում պետք չէ։ Ես չեմ ուզում ակնկալիքներ ստեղծեմ, որոնց հիմքում չկա որևէ փաստ։ Մենք ավելի շատ խոսում ենք հույսերի մասին, այսինքն ըստ էության, որ չի բացառվում, որ հնարավորություն ստեղծվի որևէ հանգամանքներում պայմանավորվածություն ունենալ եւ գոնե մի խմբի վերադարձ ապահովի, բայց մյուս կողմից սա այս պահի դրությամբ, ինչպես նշեցի, ավելի շուտ ցանկություն է, քան հստակ որևէ դեպք։ Ձեր գործընկերներից ոմանք նշում են, որ ավելի հավանական է, որ առաջիկայում վերադարձ լինի, իսկ այդ խմբի մեջ բնականաբար պետք է լինեն սովորական զինծառայողները եւ ոչ թե քաղաքական լիդերները։
Ինչ եք կարծում, որքանով են շանսերը սովորական զինծառայողների վերադարձի համար։ Նախ հիշեցնեմ, որ այս պահին առնվազն 23 անձ է, Բաքվում պահվում, որոնցից 7-ը արդեն դատապարտվել են տարբեր պատժատեսակների, որ ոմանք 20 թվականից 23-ը դա Բաքվի պաշտոնական տվյալներն են։ Այո, դա այն տվյալն է, որը պաշտոնապես հաստատվել է, որ ողջ են եւ պահվում են։ Պաշտոնական տվյալներ կան, թե քանի ռազմագերի կա, քանի պատանդ կա եւ այլն։ Երբ որ մենք խոսում ենք որևէ թվերի մասին, մենք չենք կարող, մենք ունենք բավականին մեծ թվով բռնի անհետացած անձինք, որոնց մասին մշտապես խոսում ենք, այսինքն մենք ունենք տվյալներ զգալի թվի մասին, տասնյակների մասին զինծառայողների, որոնք որ հայտնվել են Ադրբեջանի իշխանության ներքո եւ 20 թվականին եւ դրանից հետո ըստեյության եւ որոնց գտնվելու վայրը կամ ճակատագիրը մինչ օրս պարզ չէ։ Այսինքն Ադրբեջանը կամ հերքում է, որ այդ անձինք գտնվել են իր իշխանության ներքո, թեև կան տեսանյութեր, ապացույցներ, վկայություններ կան, միասին գերեվարված անձանց կողմից եւ այլն, բայց մյուս կողմից որևէ պաշտոնական հաստատում այդ անձանց մասով չկա։ Նույնը, այսինքն Կարմիր խաչը բնավ կարող էր նախկինում, երբ որ ներկայացուցչություն ուներ, այցելել մեր այն անձանց, ում գտնվելու վայրը Բաքվում հաստատվել է, դրա համար մենք առանձին խոսում ենք։ Բաքուն է թույլ տալիս։ Այո, թույլ տալը պետք է ապահովի մուտքը, այսինքն ոչ մեկ չունի կախարդական փայտիկ, որպեսզի ցանկացած պահման վայր մոտենա եւ առանց որևէ թույլտվության մուտք գործի։ Թեև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այդ այցելություններ կատարելու իրավունքը նախատեսված է Ժնևյան կոնվենցիաներով, բայց փաստացի, այսինքն գործնականում որպեսզի այդ այցելությունները տեղի ունենան, ցանկացած տեղի իշխանություններ պետք է ապահովեն, այդ մուտքը եւ նաեւ հասանելիություն այն անձանց եւ տվյալներ հաղորդեն նաեւ, այն անձանց մասին, որոնք որ գերեվարվել են կամ ազատությունից զրկվել են կոնֆլիկտի համատեքստում։ Դրա համար մենք ասում ենք 23-ը հաստատված, որ կասկած չկա, որ Ադրբեջանի իշխանության ներքո են, ողջ են եւ այլն, մնացածը մենք ասում ենք, որ բռնի տեղահանված են, այսինքն ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տվյալներ չունենք, բայց ունենք ապացույցներ, որ անձինք ողջ են եղել եւ որ ընկել են Ադրբեջանի զինծառայողների ձեռքերը եւ ըստ էության եղել են իշխանությունների հսկողության ներքո եւ Ադրբեջանը պատասխանատու է նրանց կյանքի եւ առողջության համար ըստ էության։ Այդ ուղղությամբ դուք իրապաշտպանները գործնական քայլեր անում են միջազգային հարթակներում այդ մասին խոսելու կամ հիշեցնելու Բաքվին, որ Հայաստանը չի մոռացել այդ մարդկանց մասին եւ հստակ տեղեկություն են ակնկալում նաեւ ձեզանից։ Սա մեր գրեթե ամենօրյա աշխատանքի զգալի մաս է կազմում, այսինքն առաջընթաց կա, նկատի ունեմ։ Առաջընթաց չկա, որովհետեւ ըստ էության բոլոր մեխանիզմները եւ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդայթում նաեւ ՄԻԵԴ-ի պայմանավորված են նրանով, թե պետությունը, որը որ գերեվարել է, որ ազատությունից զրկել է այդ անձանց, ինչ տվյալներ է հաղորդում։ Մենք օրինակ դիմել էինք ՄԱԿ-ի բռնան հետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, որը հնչատուկ մանդատ ունի մարդասիրական, օգնելու ընտանիքներին բարձելու իրենց անհետացած հարազատների ճակատագիրը, բայց ըստ էության տվյալները մենք տալիս ենք, իրենք համոզիչ են բնավ համարում, այսինքն գործը բացում են, համապատասխան գրություն են ուղարկում, հարցում են ուղարկում Ադրբեջան, ասելով, որ այսպիսի տվյալներ ունենք, որ այս անձինք գտնվել են այսինչ պահին, այսինչ քո ստորաբաժանման ձեռքերում կամ գոնե վստահ ենք, որ Ադրբեջանի զինծառայողներ են եղել եւ այլն, որտեղ են այդ անձինք եւ այլն, սովորաբար Ադրբեջանը ասում է, որ նման անձանց գտնվելու մասին որևէ տեղեկություն չունեմ, երբեք կամ չեն եղել իմ իշխանության ներքո կամ որևէ բան չգիտեմ։ Սա իհարկե նույն խնդրի ենք բախվում կամ այն գործընկերներն են բախվում, որոնք որ ներկայացնում են ընտանիքների շահերը մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջ, որտեղ կրկին գործը ակտիվ է բնականաբար, որտեղ փնտրում ենք այդ մարդկանց, բայց որևէ նորություն կամ որևէ տեղեկություն Ադրբեջանը չի հաղորդում։ Ինչ քայլեր կարող են նպաստել այդ մարդկանց հայտնաբերելու եւ վերադարձ ապահովելու համար։ Քաղաքացիական անձանց հանդիպումը կարող է նպաստել նման որոշումների համար, Հայաստանի, ասենք, եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հանդիպումները, թե պետական պաշտոնական մակարդակի հանդիպումները ինչ պետք է արվի, որոնք են այն քայլերը, որոնք կարող են նպաստել այդ մարդկանց հայտնաբերելու համար։ Ես պնդում եմ, որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն անկախ նրանից, ոչ թե մեկը մյուսին բացառող, այլ համապարփակ մոտեցում պետք է ցուցաբերենք եւ ցանկացած հնարավորություն
փորձենք օգտագործել, որպեսզի Ադրբեջանից ստանանք մենք տեղեկություններ մեր հայրենակիցների ճակատագրի մասին եւ գտնվելու վայրի մասին։ Ըստ էության հիշեցնեմ, որ այս տարի, եթե ճիշտ եմ հիշում, փետրվար կամ մարտ ամիսներին անգամ հաղորդագրություն տեսանք ԱԱԾ-ից, որ հանդիպել են ղեկավարները, հանձնաժողովների ղեկավարը, ուղղակի Հայաստանի դեպքում դա ԱԱԾ-ի ղեկավարն է նաեւ գերիների, պատանդների հարցերով հանձնաժողովի եւ կարծես թե ակնկալիք կար, որ աշխատանքը շարունակական կլինի եւ հնարավոր կլինի լրացուցիչ տվյալներ բարձել, այդ թվում նաև աշխատանքի կամ գոնե շփման արդյունքում ցավոք սրտի մինչ օրս կարծես թե որևէ տեղաշարժ չկա, համենայն դեպս մենք չենք տեսել որևէ արդյունք այդ հանդիպումից հետո, բայց հույս ունենք, որ այդ աշխատանքները կշարունակվեն, ավելին հիշեցնեմ, որ խաղաղության պայմանագրի նախագծում նաև առանձին կետ կա, որը հենց նախատեսված է համապատասխան հանձնաժողովների աշխատանքը ավելի ակտիվ իրականացնելու, հենց անհայտ կորած անձանց ճակատագիրը բարձրելու ուղղությամբ։ Ցավոք սրտի կրկին, կարծես թե թղթի վրա է մնում այդ պայմանավորվածությունը գործի չի կոչվում, ինչ-ինչ պայմաններում, այսինքն մենք չպետք է սպասենք, որ պայմանագիրը ստորագրվի, ուժի մեջ մտնի, վավերացվի, նոր ստեղծեն համատեղ հանձնաժողով եւ փնտրեն այդ անձանց։ Պետք է անդադար հիմա ակտիվ, այո, շարունակենք եւ բարձրաձայնել եւ միջազգային հարթակներում եւ ցանկացած հանդիպումներում երկկողմանի, որոնք տեղի են ունենում։ Ես հասկանում եմ, որ կանխատեսում անելը դա անշնորհակալ գործ է, բայց այնուամենայնիվ որոշակի կանխատեսում ունեք, թե առաջիկա շաբաթներին կամ միգուցե հունվարի տոնական օրերից հետո, նոր տարուց հետո շրջադարձային փոփոխություն կարող է լինել, թե ոչ քաղաքական եւ իրավական մակարդակներում։ Ճիշտ ասած անպատասխանատու կլինի իմ կողմից որևէ բան հաստատել կամ ասել, որ դա հնարավոր է, կրկին շեշտեմ, հույս ունենք, մենք ամեն օր էլ հույս ունենք, որ որևէ բանակցությունների արդյունքում որևէ առաջընթաց կլինի, բայց մյուս կողմից շատ կարևոր է շեշտեմ դա, հա, ակնկալիքները ճիշտ կառավարել եւ չունենալ ավելի բարձր ակնկալիքներ, քան իրականում հնարավոր է ունենալ, որտեղ դա շատ ցավալի է ընտանիքների համար առաջին հերթին։ Մենք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ որ մինչ օրս Բաքվում պահվող անձանցից ոմանց ակնկալվում էր, որ կհայրենադարձնեն որոշ նախինում, հա, հայրենադարձված խմբերի թվում, բայց կարծես թե կամ վերջի պահին կամ ուղղակի թերի էր տեղեկությունը եւ անտեղի ակնկալիք էր ստեղծել, դա տեղի չէր ունեցել եւ ընտանիքները բավականին մեծ ցավով ու տառապանքով էին, հա, այդ լուրը ստացել, որ չի հայրենադարձվելու։ Դրա համար մեզ համար շատ կարեւոր է մի կողմից անդադար աշխատել այդ ուղղությամբ եւ չհուսահատվել, մյուս կողմից անտեղի ակնկալիքներ չստեղծել։ Ծնողները ձեզ շատ են դիմում, հաճախ են դիմում։ Կապի մեջ եք նրանց հետ։ Մենք աշխատում ենք ծնողների մենակ մի մասի հետ, ոչ բոլորի հետ։ Հիմնականում իմ գործընկերներից Շիրանուշ Նեսահակյան ավելի շատ աշխատում մեծ խմբով ընտանիքների հետ, բայց որոշ ընտանիքների հետ այո մենք աշխատում ենք տարբեր հարցերով, հա, որովհետև նրանք բախվում են այդ ու նաև Հայաստանում, հա, տարբեր իրավական խնդիրների եւ հնարավոր է փորձում ենք նաև ինչ որ հարցերում աջակցել։ Կարծում եմ, որ պետք է միջազգային հարթակներում Հայաստանի ղեկավարությունը շարունակաբար բարձրացնել գերիների վերադարձի անհրաժեշտության հարցը։ Այսինքն ամեն անգամ, երբ որ նման հնարավորություն է ստեղծում, լինի դա Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում կամ ցանկացած այլ վայրում, դա պետք է հստակորեն հնչեցվի եւ պնդենք, որ ավելի շուտ դա պետք է լինի, ավելի շուտ, քան ավելի ուշ, այսինքն չսպասենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կրկին սա առաջնահերթ եւ մարդասիրական հարց է, որ պետք է լուծվի եւ նաեւ վստահության ամրապնդման։ Մենք չենք կարող խոսել խաղաղության կամ վստահության ամրապնդման գործընթացների մասին, երբ որ մենք ունենք փաստացի պատանդներ, որոնք որ հիմա այդ շոուի հերոսներն են եւ ամեն անգամ Ադրբեջանը շեշտադրում է, որ սա դատում ենք Հայաստանին, Հայաստանի իշխանություններին եւ մեկընդմիշտ պետք է վերջ դնենք, հա, նրանց նկատառումներին, ինչ որ իրավունքների մասին խոսելու կամ վերադարձի եւ այլն։ Այսինքն մեզ համար կարեւոր է, որպեսզի անգամ եթե շատ զգայուն հասկանում եմ, հա, որ շատ այնց գուցե դժվար եւ խոցելի իրավիճակում են որոշ դեպքերում լինում, հա, հատկապես բանակցային գործընթացում, բայց մյուս կողմից այդ մեսեջը պետք է շատ հստակ լինի, որ մենք ակնկալում ենք վերադարձ, հայրենադարձություն ու ինչքան շուտ այդքան լավ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Բաքվում պահվող հայ պատանդների եւ գերիների մասին իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ։ Ցտեսություն։